Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի Ran Oil-ի բենզալցակայաններում։ Ադրբեջանական բենզինը գնաց Megatrade ընկերության տնօրեն Կարեն Հայերյանի խոսքով AI-95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով։ Սա էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինն էլ 520 դրամ է, ասել է Հայերյանը։ Megatrade-ը մտնում է Սիլ կապիտալի մեջ, որը պատկանում է իշխանական падգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընտանիքին։ Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին։ Թուրքական մամուլը հայտում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում Ալիջանի սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ, այս մասին գրում է Ermeni Haber-ը։ Հրապարակման համաձայն Ադրբեջանի և Հայաստանի միջև 44 օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին։ Կրեմլում ըմբռնումով են վերաբերվում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու Ադրբեջանի նախագահի որոշմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բոլոր պետությունների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցերը հատկապես դեկտեմբերին ամանորի շեմին շատ լարված են։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերային կառուցողական հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այդ երկիրը շարունակում է նաև համագործակցության բոլոր ձևաչափերով մնալ, հայտարարել է նա։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայգերիների Բաքվում կայացած դատական նիստին վերջին խոսքի ժամանակ Արցախի նախկին ԱԳ-նախարար Դավիթ Բաբայանը իրեն մեղավոր չճանաչեց։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցման Բաբայանը դատախազության մեղադրական եզրակացության դեմ հանդես եկավ հայտարարություններով, պնդելով, որ ինքն ու մյուս մեղադրվողները անմեղ են։ Բաբայանը նաև շնորհակալություն հայտնեց իր փաստաբաններին կատարած աշխատանքի համար։ Լեռնային Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Լևո Մնացականյանն էլ ելույթ ունենալով ռուսերեն լեզվով հերքեց Լղում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից վարձկանների ներգրավելու մասին պնդումները։ Դեկտեմբերի 22-ին ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում ըստ ԼՄՆ-ի ժամը 8:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ան իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Բավրա ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրից դեպի Հորոմ Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր ժամանի հրշեջ փրկարարները տարածման դեմ պայքարել է հենց ինքը վարորդը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Չենք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք հավասար դիրքերից։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է մեդիայով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը եւ կից տեսանյութ տեղադրել։ Նրա խոսքով հասնելու ենք խաղաղության ու այն խաղաղությանը, որը հակառակորդի հետ հավասարի լինենք, չմոռանալով մեր արմատները։ Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար։ Դեսպանությունից հայտնում են, որ Թրամփն շնորհավորել է հայ ժողովրդին, ընդգծելով, որ նա արժանի է կայուն խաղաղության եւ վերահաստատել իր աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։ Թրամփը նշել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում եւ նրան ուղարկել անձնական մակագրությամբ նվեր ի նշան բարձր գնահատանքի։ Լիբիան պաշտոնապես հաստատել է բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադի մահը։ Նրան տեղափոխող օդանավը կործանվել է Թուրքիայում Անկարայից Տրիպոլի մեկնելիս։ Ավելի վաղ նա հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Լիբիայի վարչապետը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել են այդ երկրի ցամաքային զորքերի հրամանատարը, գլխավոր շտաբի պետի խորհրդականը, այլ զինվորականներ։ Աղետի պատճառը դեռևս հայտնի չէ։ Լիբիայի նախագահը պաշտպանության նախարարին հանձնարարել է Թուրքիա գործուղել պաշտոնական պատվիրակություն հետաքննության ընթացքը վերահսկելու նպատակով։
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով Հայաստան առաքվող ապրանքների տեսականին ընդլայնելու հնարավորությունը։ Ռասիա 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հացահատիկից բացի քննարկվում են պարարտանյութերի մատակարարման, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման տարբերակները։ Փոխվարչապետի խոսքով նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։ Հիշեցնենք 3990-ականներից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզից Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն տեղափոխող գնացք է ուղևորվել Հայաստան։ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին 3 երեկոյան տարել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Տարիներ առաջ նրան պատկանող տարածքում զենք էր հայտնաբերվել, դատարանը նրան 2 տարով պայմանական ազատազրկման էր դատապարտել, սակայն դատախազության վճռաբեկ բողոքից հետո որոշվել էր կիրառել բանտային կալանքը։ Հիշեցնենք, Աշոտ Երկաթ մականունով հրամանատարը Արցախյան 3 պատերազմների մասնակից է, 44-օրյային մասնակցել է 2 որդու հետ։ Ֆիդեն 21-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանին շնորհել է կանանց գրոսմայստերի կոչում։ Մարիամը աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, կանանց Հայաստանի հավաքականի անդամ։ Լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։ Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Թրամփի ուղի նախագծի փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ Հայաստանը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Trip Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, օպտիկամանրաթելային մալուխների, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, հայտնել են գերատեսչությունից։ Իդեպ 3 լուրեր էին տարածվել, թե Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հերքել Վենսի հնարավոր այցի լուրը, նշելով միայն, որ Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին պատշաճ կերպով ժամանակին կտեղեկացնեն։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է տարվա արդյունքները առանձնահատուկ անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։ Հրապարակված տեսաուղերձում Ռուբիոն նշել է, որ Հայաստան-Ադրբեջան պատերազմը, որը կարող էր վերսկսվել և դառնալ սարսափելի աղետ, կանխվեց։ Պետքարտուղարը վստահեցրել է, որ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների նախագահի առանցքային խոստումները կյանքի են կոչվում։ Նաև ընդգծվել է՝ լավագույնը դեռ առջևում է։ Կառավարությունը Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է կայացրել, ըստ որի 6 ամսով կարգելվի որոշ գյուղապրանքների, այդ թվում ցորենի, մեզլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված ապրանքների մասով հայրենական արտադրությունը չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը, ինչն ապահովում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերությունը շողակաթը կլուծարվի։ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին էր ընդունել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել հասցնելով 2-ի։ Հիշեցնենք, հեռուստաընկերությունը ստեղծվել է կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ, որով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել էին հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Ոստիկանությունն ամփոփել է անցած օրվա օպերատիվ իրավիճակը հանրապետությունում։ Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, մասնավորապես 33 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման, 10-ական դեպք ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք խարդախության, 8 սառը զենքի հայտնաբերման եւ այլն։ Ըստ ճանապարհատրանսպորտային վիճակագրության անցած 24 ժամում գրանցվել է 13 ավտովթար, 15 մարդ վնասվածք է ստացել։ Լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։ Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, հայտնել է Հայաստանում կազմակերպության պատվիրակության հաղորդակցության ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով այցելող թիմի կազմում եղել է նաև բժիշկ։
Ընտանիքներից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով։ Բաքվի գերեվարված Վիգեն Էուջեկչյանի իրավաբան Մարիա Լուսիանա Մինասյանն էլ սոցիալական ցանցերով հայտնել է, որ մարդասիրական այցի ժամանակ Կարմիր խաչի աշխատակիցները Էուջեկչյանին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում սնունդ, ծխախոտ եւ անձնական իրեր։ Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ժամանակ նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն իրենց վերջին խոսքում չեն ընդունել Բաքվի մեղադրանքները։ Ղուկասյանը մասնավորապես հայտարարել է, որ հանցավոր չի համարում Խորհրդային Ղարաբաղ թերթի գործունեությունը, որտեղ ժամանակին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը եւս հանդես են եկել վերջին խոսքով ու չեն ընդունել իրենց մեղադրանքները։ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրած փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դրանով ձեռք է բերվել նոր իրավական հիմք միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ 8 կետից բաղկացած փաստաթղթով նախատեսվում է համատեղ գործողություններ կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում։ Համաձայնությունը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական օգնություն, այլև պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդիպել է 1980-ից 88 թվականների Իրանա-Իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ։ Երևանում Իրանի դեսպանատունն է հայտնում։ Երկրի ղեկավարը նրանց այցելել է Սուրբ Ծննդյան նախօրեին։ Փեզեշքյանը բարձր է գնահատել Օշավան Այվազյանի եւ Գարիկ Թումանյանի նվիրումն ու հերոսությունը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են արտաքին ագրեսիան հետ մղելու համար։ Երկրի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նրանց ընտանիքներին, իրանական պետությանը նվիրվածության համար։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների ու հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի եւ ռուսական հետախուզության ծառայությունների հետ ենթադրյալ կապերի մեղադրանքներով։ Զախարովայի խոսքով անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները նույնականացնում ռուսական ազդեցության գործակալներին։ Դիվանագետն ասում է, եթե գաղափարն այն է, որ նման կերպ հաշվեհարդար տեսնեն ընդդիմության հետ Ռուսաստանի քողի տակ, ապա դա իսկապես ճիշտ չէ։ Այս ժամի համար այսքան է, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։